Միացյալ Նահանգների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով հայտարարված թրիփ նախաձեռնությունը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար եւ կօգնի միջին միջանցքի ամրապնդմանը, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Դա կարևոր է մրցակցության զարգացման, ինչպես նաեւ փոխադրողներին առավել լավ պայմաններ առաջարկելու տեսանկյունից եւ դրանով իսկ մեր միջանցքը կդառնա ել ավելի գրավիչ, ասել է Պապուաշվիլին։ Նրա խոսքով Հարավային Կովկասում եւս մեկ ուղու բացումը վկայում է տարածաշրջանի կայունության մասին, ինչը կներգրավի ավելի շատ ներդրումներ։ Սա ինքնին ուղերձ է տարածաշրջանի կայունության մասին, ինչը կընդլայնի բոլոր մյուս տեսակի ներդրումները թե միջանցքի շուրջ ենթակառուցվածքներում, թե տարածաշրջանի տարբեր ոլորտներում ընդհանուր ներդրումների տեսանկյունից։ Հետևաբար մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը, որն օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար, նշել է Պապուաշվիլին։ Միջին միջանցքը ներկայում սկսվում է Չինաստանից, անցնում Կենտրոնական Ասիայով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով եւ շարունակվում դեպի Եվրամիություն։ Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները Ժնևում բանակցությունների արդյունքում որոշակի համաձայնություններ են ձեռք բերել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու շուրջ։ Ըստ համատեղ հայտարարության բանակցությունները եղել են կառուցողական եւ հարգալից։ Կողմերը նախատեսում են առաջիկա օրերին շարունակել ինտենսիվ աշխատանքը խաղաղության ծրագրի շուրջ։ Նշվում է, որ ուկրաինական պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին եւ անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին պատերազմն ավարտելու ուղղությամբ անխոնջ ջանքերի համար։ Ավելի վաղ Թրամփը դժգոհել էր, թե Ուկրաինան երախտապարտ չէ Միացյալ Նահանգներին։ Ամերիկյան պատվիրակության ղեկավար պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ահռելի առաջընթաց է գրանցվել ամերիկյան ծրագրի շուրջ, սակայն դեռ աշխատանք կա անելու մի քանի կետի, օրինակ ՆԱՏՕ-ի դերակատարման շուրջ։ Նա մանրամասներ չի հայտնել, սակայն շեշտել է, քննարկումների եւ առաջարկների արդյունքում փաստաթղթի նախագիծը դեռ կփոփոխվի։ Ռուբիոյի խոսքով Մոսկվան իր դիրքորոշումն ավելի վաղ ներկայացրել էր ամերիկյան կողմին։ Եթե ուկրաինական կողմի հետ համաձայնություն ձեռք բերվի, ապա դա կներկայացվի Մոսկվային, հավելել է Ռուբիոն։ Ժնևում նա հանդիպում է ունեցել նաև եվրոպական երկրների ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ։ Ռուբիոյի խոսքով եվրոպական կողմին ներկայացվել է ձեռք բերված առաջընթացը։ Նա շեշտել է, այն հարցերը, որոնք ներառում են Եվրոպան եւ ՆԱՏՕ-ն, հետագայում առանձին կքննարկվեն նրանց հետ։ Այժմ պատվիրակությունները կենտրոնացած են հիմնականում երկկողմ հարցերի վրա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին քննարկումները որակել է բովանդակալից։ Կան ազդանշաններ, որ նախագահ Թրամփի թիմը լսում է մեզ։ Կարևոր է երաշխավորել, որ պատերազմն ավարտելուն ուղղված քայլերը լինեն արդյունավետ եւ ամեն բան լինի իրագործելի, հայտարարել է նա։ Ավելի ուշ Շվեդիայի խորհրդարանում տեսակապով ելույթի ժամանակ Զելենսկին նշել է. «Այժմ կրիտիկական պահ է եւ ուկրաինական կողմը սերտորեն աշխատում է Միացյալ Նահանգների եւ եվրոպացի գործընկերների հետ քայլերը հստակեցնելու համար»։ Նրա խոսքով քննարկումների ընթացքում մինչ օրս կարողացել են բանակցությունների սեղանին պահել զգայուն կետերը, այդ թվում բոլոր ուկրաինացի ռազմագերիների ազատ արձակման եւ առևանգված ուկրաինացի երեխաների վերադարձի հարցերը։ Ամերիկյան առաջարկով նախատեսվում է, որ Ուկրաինան պետք է հետ քաշի զորքերը Դոնեցկի արևելյան հատվածներից, որոնք այժմ գտնվում են Կիևի վերահսկողության տակ։ Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Դոնեցկի, Լուգանսկի եւ Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի դե-ֆակտո վերահսկողությունը։ Ուկրաինան պետք է նաեւ նվազեցնի իր զինված ուժերի թվաքանակը ներկայիս 880 հազարից հասցնելով 600 հազարի։ Կիևը նաեւ պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից, փոխարենը ստանալով անվտանգության հուսալի երաշխիքներ։ Ռուսաստանն էլ պարտավորվում է չներխուժել հարևան երկրներ։ Բացի այդ, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն եւ երկիրը նորից կինտեգրվի համաշխարհային տնտեսության մեջ։ Եվրոպական երկրները սկսել են արձագանքել Ժնևում ուկրաինա-ամերիկյան բանակցություններին։ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ 28 կետից բաղկացած ծրագրի շուրջ քննարկումներում հաջողություն է գրանցվել եվրոպացիների համար։ Եվրոպային, այդ թվում ՆԱՏՕ-ին վերաբերող բոլոր հարցերը հեռացվել են այս ծրագրից։ Սա վճռորոշ հաջողություն է, որին մենք հասել ենք, ասել է նա։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը ողջունել է բանակցություններում ձեռք բերված հաջողությունը, սակայն շեշտել է, կան չլուծված հարցեր։ Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան էլ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է. Եվրամիության միասնական եւ համակարգված դիրքորոշումն առանցքային է բանակցությունների լավ արդյունքի համար։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ավելի վաղ առանձնացրել էր 3 տարր, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայում արդար եւ տևական խաղաղության համար։ Նախ սահմանները չպետք է փոխվեն ուժով։ Երկրորդ, որպես ինքնիշխան երկիր, Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը չպետք է սահմանափակվի։ Երրորդ, Եվրոպական միության կենտրոնական դերն Ուկրաինայում խաղաղություն ապահովելու համար պետք է լիովին արտացոլված լինի։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահն էլ Կիևի համար պատերազմի դադարեցման կարմիր գծեր է անվանել Ռուսաստանի կողմից գրավված տարածքների
պաշտոնական ճանաչումն այլ երկրների կողմից, Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի եւ հետագայում իր նախընտրած դաշինքներին միանալու հնարավորության սահմանափակումը։ Իր հերթին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է Մոսկվան Ժնևյան բանակցությունների վերաբերյալ ոչ մի տեղեկություն չի ստացել։ Բանակցություններին զուգընթաց շարունակվում են ռազմական գործողությունները։ Ռուսական զանգվածային հարվածներից Խարկովում 4 մարդ է զոհվել, 10-ից ավելին վիրավորվել։ Չեռնիգովում կա 2 վիրավոր։ Ռուսական կողմն էլ հայտնել է երկրի տարբեր շրջաններում ուկրաինական ավելի քան 90 անօդաչու խոցելու մասին։ Իսրայելն ավիահարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին, թիրախավորելով Հզբոլահի ամենաազդեցիկ հրամանատարներից մեկին։ Շարժումը հաստատել է Ալի Տաբտաբայի մահը։ ԱՄՆ-ն 2016 թվականին Տաբտաբային ներառել է հետախուզվող ահաբեկիչների ցանկում, նրա մասին տեղեկատվության համար առաջարկելով $5 միլիոն։ Լիբանանի առողջապահության նախարարության փոխանցմամբ ավիահարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել, 28-ը վիրավորվել։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն ավելի վաղ միջազգային հանրությանը կոչ է արել միջամտել Իսրայելի հարձակումները դադարեցնելու համար։ Նա 5 կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել ուղղված խաղաղության վերականգնմանը եւ սահմանային լարվածության նվազեցմանը։ 2024 թվականի նոյեմբերին ձեռք բերված համաձայնագիրը պետք է վերջ դներ Իսրայելի եւ Հզբոլահի միջև մարտերին, սակայն մեկ տարվա ընթացքում Իսրայելը շարունակել է հարվածները Լիբանանին, հայտարարելով, որ թիրախավորում է Հզբոլահի ռազմական օբյեկտները։ Վիետնամում տեղատարապ անձրևները հեղեղումներ եւ սողանքներ են առաջացրել, որի հետևանքով առնվազն 90 մարդ է զոհվել։ Կան նաեւ անհետ կորածներ։ Ըստ Վիետնամի իշխանությունների ամբողջ երկրում վնասվել է 186,000 տուն։ Հեղեղները քշել տարել են ավելի քան 3 միլիոն տնային կենդանիների։ Հեղեղումների վնասը գնահատվում է $100 միլիոն։ Հեղեղումներ են նաեւ Թայլանդում, երկրի հարավում 1 մարդ զոհվել է, հազարավոր մարդիկ տարհանվել։ Մալազիայում էլ հեղեղումների պատճառով 11,000 մարդ է տուժել։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։